Արագածոտ ընթիվետեմ լուրեր լասպականն է, ձեզ հետ Լիթ Համբարձումյանն է, Հայաստանի պատմության թանգարանում գործող սրբազան երկխոսություն, Լուբից Հայաստանի պատմության թանգարան խորագրով միջազգային ցուցահանդեսը կշարունակի իր գործունեությունը մինչև մայիսի 16-ը։ Առաջին անգամ Հայաստանում ներկայացվում է Լուբրի թանգարանի հավաքածուներից 16 բացառիկ ցուցանմուշներ, որոնք համադրված են Հայաստանի պատմության թանգարանի ավելի քան 2 տասնյակ արժեքավոր նմուշների հետ։ Ցուցահանդեսում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Մայր Աթոր Սուրբ Էջմիածնից փոխարված Սուրբ Բարդողիոմոս Սարաքյանի մասնունքարանը։ Այս բացառիկ համատեղ ցուցադրությունը բացահայտում է Հայաստանի և Քրիստոնյա Արևելքի բազմադարյալ մշակութային ժառանգության ամբողջ հարստությունն ու բազմազանությունը։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և Լուբրի թանգարանի համագործակցությամբ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Ապարան համայնքի Արագած վարչական տարածքում տեղի ունեցավ վերանորոգված ամբուլատորիայի բացման պաշտոնական արարողությունը։ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան և Ապարանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ իրականացվել է մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները։ Նորացված ամբուլատորիան պատրաստ է սպասարկել ավելի քան 5000 բնակչի։ Պաշտոնական բացման արարողությանը ներկա են Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Յուտա Կաոկին, Ապարան համայնքի ղեկավարի տեղականներ Հրայր Մկրտչյանը և Գագիկ Մելքոնյանը, համայնքապետարանի ներկայացուցիչներ, ավականու անդամներ, ամբուլատորիայի աշխատակիցներ և համայնքի բնակիչներ։ Արարողության ընթացքում ելույթներով հանդես եկան դեսպան Յուտա Կաոկին և Ապարան համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Մկրտչյանը։ Նրանք կարևորեցին նման ծրագրերի իրականացումը և համայնքների զարգացման շարունակականությունը։ Պաշտոնական հյուրերը շրջած կատարեցին հիմնանորոգված մասնաշենքում, ծանոթանալով կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին։ Միջոցառումը ավարտվեց ջերմ շնորհակալական խոսքերով և նվերների փոխանակմամբ։ Կողմերն նաև պատրաստակամություն հայտեցին շարունակել և զարգացնել համագործակցությունը ապագայում։ Սպորտային նորություններից Գլորի Ֆիշտ ակումբը մարտի 27-ից 28-ը մասնակցեց Ջավախքում կայացած քինգս բոքսինգի միջազգային բաց առաջնությանը։ Ակումբի կազմում առաջնությանը մասնակցում էին Ապարան քաղաքի երկրորդ դպրոցի սաները, ովքեր ցուցադրեցին բարձր արդյունքներ և զբաղեցին մրցանակային տեղեր։ Հովհաննիսյան Ջոնի առաջին տեղ, Հարությունյան Տիգրան առաջին տեղ, Հակոբյան Արամ երկրորդ տեղ։ Վերջերս Մոսկվա քաղաքում կայացած ITF Թաեքվոնդոյի միջազգային բաց առաջնությանը մասնակցել է նաև Ապարան քաղաքի երկրորդ դպրոցի սան Մանյա Սիմոնյանը։ Մանյան հանդես է եկել պատվով, ցուցադրելով բարձր արդյունք և զբաղեցրել պատվավոր երկրորդ հորիզոնականը։ Գյումրի համայնքում տեղի ունեցավ ծանրամարտի պատանիների և դեռահասների բաց առաջնությունը, որին մասնակցեց Ապարան համայնքի մանկապատանեկան մարզադպրոցի սան ծանրամարտիկ Արտակ Սարգսյանը։ Մրցումների ընթացքում նա ցուցադրեց բարձր արդյունք, վստահ ելույթ ունեցավ և գրավեց պատվավոր առաջին հորիզոնականը, արժանանալով ոսկե մեդալի։ Այսքանը մեր լրատվությունը սպառվեց։ Ես ձեզ մաղթում եմ հաճելի և խաղաղ օր։ Ցտեսություն։